Վերջապես եկավ այդ օրը, որ պետք է հռչակենք տարվա խոսքը։ Наконец-то пришел тот день, когда мы должны провозгласить слово на год, Մինչև տոները անցան, пока все праздники прошли, մինչև հյուրերը եկան գնացին, пока гости пришли, ушли. վերջապես եկավ այդ օրը։ Наконец-то пришел этот день. Ճիշտ ասած, շատ եմ մտածել, Честно говоря, много որ думал, հաջորդ տարի մինչև տարին սկսվելը հռչակեմ խոսքը։ чтобы в следующем году до начала года провозгласить слово. Որովհետև այս տարի տեսա, Потому что я увидел, որ երբ որ տարին սկսվեց, что когда год начался, շատերը փնտրում էին ինչ խոսք։ многие искали, какое слово. Իհարկե ամեն մեկս պետք է Աստծոց խոսք ունենանք։ Конечно, каждый из нас должен иметь слово от Դա Бога. երանելություն է սիրելիս։ Это блаженство. Երբ որ дու Աստծոց անձամբ խոսք ես Когда ունենում, ты от Бога имеешь личное գալիք слово տարվա համար, на грядущий год, անգամ քո ընտանիքի համար դա լինի։ даже для твоей семьи. Բայց շատ կարևոր է, որ եկեղեցու խոսքը վերցնենք մենք։ Но важно, чтобы слово церкви мы Այն взяли, ինչ որ Աստված է дնում մեր то, սրտի что մեջ Бог այստեղ։ вкладывает в наши сердца. Եվ իրականում այս խոսքը դեռ հոկտեմբերից իմ սրտի մեջ է։ И это слово с октября еще было в моем сердце. Ես Միացյալ Նահանգներում էի Я был в Соединенных Штатах եւ նստած էի մի կոնֆերանսի։ и сидел на конференции. Եվ པարզ лսում էի թե Աստված ինչ է ասում։ И ясно слышал, что Бог говорил. Եվ գիտես միջև հիմա հազիվ եմ պահել։ И до сегодня я еле-еле сдерживал. Որ տարբեր տեղեր ուզեցել եմ խոսամ, В разных местах хотел ու говорить, չեմ խոսացել, но не говорил. որովհետև գիտեմ, որ կա ժամանակ Потому что я знаю, что есть время, եւ այսօր այդ ժամանակն է։ и сегодня это время. Եթե մեկ ուրախ է, թող ասի փառք Если Աստծուն։ кто-то рад, пусть скажет слава Богу. Փառք Աստծուն։ Այսօր ուզում եմ խոսեմ սիրելիներս, նախ եւ առաջ Прежде всего, ես շատ եմ մտածում սրա մասին, я много думаю об этом, որ իմ ու քո համար что для меня и եւ тебя, ցանկացած մարդու համար и для каждого человека, այնքան կարեւոր է, насколько важно, թե Աստծո առջև ինչպիսին ենք մենք какие мы перед Богом եւ ինչպես ենք կանգնելու Տիրոջ и առջև։ как мы предстанем перед Այսօր Богом. մարդիկ այնպես են ապրում, կարծես երբեք Տիրոջ առջև չեն կանգնելու։ Сегодня люди так живут, как будто никогда не предстанут перед Բայց Богом. բոլոր մարդիկ էլ, ամեն մարդ, մեծից փոքր կանգնելու են մի օր Տիրոջ Но все առջև։ люди от мала до велика в один день станут перед Ним. Ոմանք արդարանալու համար, Некоторые для того, чтобы оправдаться, ոմանք դատապարտվելու համար ցավոք некоторые սրտի։ на суд. Բայց ես ու դու Но я и մենք ты պետք է իմանանք, должны знать, որ շատ կարեւոր է что очень важно իմանանք ինչպես է Աստված մեզ նայում։ знать, как Бог смотрит на нас. Քանիսս ենք այսօր օրինակ մտածել, Сколько из нас, например, думали, նկատի ունեմ մինչև այսօր, например, до որ сегодня, մտածել ես, տեսնես Աստված ինձ ինչպես է տեսնում։ интересно, каким видит меня Бог. Տեսնես Աստված իմ մասին ինչ է մտածում։ Интересно, что Бог обо мне думает. Իհարկե ամենաճիշտ բանը, որ դու կհասկանաս, թե Աստված ինչ է մտածում, գրված Աստծո խոսքում։ Конечно, самое истинное, что ты можешь понять, это написано в Слове Божьем. Բայց շատ կարևոր է, որ անձամբ դու գիտակցես, թե ինչպիսի կյանք ես դու ապրում եւ ոնց է Աստված քեզ նայում։ И важно, но, чтобы ты сам осознавал, какую жизнь ты проживаешь и как Бог смотрит. Որովհետեւ այսօր շատ մարդիկ ուզում են իրենց արդարացնել։ Потому что многие люди себя хотят оправдать. Գիտես, կան մարդիկ անգամ այնքան են իրենց արդարացնում, կարծես մենք Աստծո հետ հավասար արդար ենք։ Некоторые люди настолько себя оправдывают, что как будто они наравне с Богом праведны. Աստված ինչի համար պետք է ինձ դատի։ А для чего Бог еще будет меня судить? Եվ դրա համար էլ այդպիսի մարդիկ չեն ուզում И ապաշխարել, поэтому такие люди не хотят каяться, որովհետեւ իրենք իրանց են արդարացնում։ потому что они сами себя оправдывают. Բայց նաև լինում է, որ մարդը հավատում է Но Աստծուն, также бывает, что человек верит в բայց Бога, նորից ուզում է ինքը իրան но արդարացնել։ также хочет сам себя оправдать. Բայց գիտես, այսօր ուզում եմ մի տեղից սկսեմ, որը գրված է Եսայա 64:6-ում։ Я сегодня хочу начать с одного места, которое написано в книге Исаия, 64 глава, 6 стих. Հայերենում շատ կոպիտ ձևով է գրված, В армянском очень грубо написано, շատ խիստ ձևով է գրված։ очень строго написано. Եվ ասում է, եւ մենք ամենքս պիղծ բանի պես ենք դարել, եւ դաշտանի շորի պես է մեր ամեն արդարությունը, եւ տերևի պես մենք ամենքս թորոմել ենք, եւ մեր հանցանքները քամի պես վեր են առնում մեզ։ Все мы сделались как нечистые, и вся праведность наша, как запачканная одежда, и все мы поблекли, как лист, и беззаконие наши, как ветер, уносят нас. Սերլես, եթե ինչ որ մեկը ինքը իրան ուզում է արդարացնի, Если кто-то хочет себя оправдать, Աստծո աչքերի առաջ դա կեղտոտ շորի պես է։ пред глазами Божьими это как запачканная одежда. Աստծո համար դա զզվելի է, Для Бога это
противно. երբ որ մարդը ինքն իրեն ուզում է արդարացնել։ Богу противно, когда сам человек хочет себя оправдать. Կամ էլ մարդը ինքն իրեն համարում է այնքան արդար։ Когда человек сам себя считает настолько Դու праведным, գիտես ես ինչեր եմ ты արել։ знаешь, что я делал. Աստված տեսել է այն բոլոր Бог արածները։ видел все, что я делал. Կամ էլ չեմ ասում, որ ուրիշներից արդար են իրանց համարում։ Я уже не говорю о том, что они себя считают более праведными, нежели Կամ էլ другие. Աստծո առջև ուզում են ինչ որ մի ձևով բաներ անեն, որ արդարանան։ Или что-то хотят делать перед Богом, чтобы оправдаться. Քանիսս գիտենք, որ շատ մարդ կա ուզում է մեղքերի մեջ ապրի, բայց ինչ որ մի բան անի, որ կարծես թե Աստծո աչքերը փակի։ Сколько из нас знают, что есть люди, которые хотят жить в грехах, но при этом делают что-то, чтобы как будто хотят Богу глаза закрыть. Բայց ոչ մի գործով ոչ մի մարդ չի կարող արդարանալ։ Но никакими делами человек не Եվ ոչ оправдается. մի մարդ Աստծո առաջ ինքն իրենով արդար չի երբեք։ И ни один человек перед Богом сам по себе не будет праведным. Հռոմեացիս 3:10 ասում է արդար մեկը չկա։ Римлянам 3:10 написано, нет праведного ни одного. Ոչ մի մարդ չկա, որ ասի ես արդար եմ։ Нет человека, который бы сказал, я праведен. Աստված գիտի ես արդար եմ։ Бог знает, что я праведен. Լինում է չէ՞ որ մարդիկ վիճում են ասում Աստված գիտի ես արդար եմ։ Бывает, да, люди спорят, и потом один из них говорит, Бог знает, я праведен. Լինում է չէ՞ որ մեկը մի բան անում է ու սկսում է ինքն իրեն արդարացնել։ Или кто-то что-то делает, и потом начинает сам себя оправдывать. Աստված ասում է, Бог говорит, որ առանց Աստծո без Бога մարդ ինքն իրենով сам по себе человек չի կարող արդար լինել։ не может быть праведным. Որովհետև եթե մեկը ինքն իրեն համարեց արդար, Потому что если кто-то сам себя будет считать праведным, Աստծո աչքերի առաջ դա պղծություն է։ в глазах Божьих это осквернение. Կեղտոտ լաթի պես է։ Это как грязная запачканная Անկամ одежда. ամաչում եմ այդ խոսքը ասեմ, որը գրված է Даже мне неловко говорить это слово, которое написано հայերենում։ в армянском переводе. Կեղտոտ լաթի պես է։ Это как грязная запачканная одежда. Առաջի բանը որ կուզենամ սիրելնես այսօր մեր մեջ վերցնենք։ И первое, что я хочу, чтобы мы взяли в себя, Երբեք քեզ չհամարես այդքան արդար, никогда себя не считай настолько праведным, որ կարիք չունենաս Աստծով արդարանալու։ чтобы не иметь нужды оправдываться Богом. Դու գիտեք որ շատ հավատացյալներ չեն կարողանում մտնեն Աստծո մեջ, որովհետև մտածում են որ իրենք sense թենենց արդար են ու Աստծոն էլ հավատում են։ Знаете, почему многие верующие не могут войти в Бога? Потому что они считают, что они сами по себе праведны, и пред Богом они Գիտեք праведны. որ շատ մարդիկ չեն կարողանում Աստծո մեջ առաջ գնալ, որովհետև իրենք ուրիշներից իրենց ավելի արդար են համարում։ Многие люди не могут двигаться в вере вперед, потому что они себя считают более праведными, нежели другие. Եվ դրա պատճառով նրանք կանգնած են տեղում։ Поэтому они стоят на месте. Ես ձեզ առավել ասեմ, Скажу более того, ովքեր իրենց արդար են համարում, те, кто себя считают праведными, երբ որ իրենք ինչ որ մի հատ սխալ են անում, когда они что-то делают, какую-то ошибку, ահավոր ձևով իրենց դատապարտում են։ они очень строго себя судят. Եվ քանի որ իրենք շատ խիստ են իրենց հանդեպ, Так как они очень строги по отношению к себе, նրանք ուրիշների սխալներն է շատ խիստ են դատում։ они также строго осуждают ошибки других людей. Եվ իրենք իրենց արդարությունով այդպես էփվում են։ И они вот в своей праведности вот так вот варятся. Բայց այսօր Աստված ասում է. Но сегодня Бог говорит, Թող քո արդարությունը։ оставь свою праведность. Դու արդար չես ինքդ քեզ Ты համար։ не праведен. Դու չես կարող ինքդ արդար Ты сам լինես։ не можешь быть праведным Բայց по ուզում եմ себе. քեզ ասեմ Но хочу սիրելիներ, сказать тебе, որ մեր Աստված наш Бог միակն է, որ մարդուն արդարացնում։ единственный, кто оправдывает человека. Ոչ մի Աստված չի կարող արդարացնել մարդուն։ Никакой Бог не может оправдать. Ոչ մի կրոն չի կարող մարդուն արդարացնել Աստծո առջև։ Никакая религия не может оправдать человека перед Ոչ մի Богом. մարդու արարք չի կարող արդարացնել մարդուն Աստծո առաջ։ Никакие дела не могут оправдать человека перед Богом. Ոչ մի լավ դաստիարակություն մարդու չի կարող իրան արդարացնել Աստծո առաջ։ Никакое хорошее воспитание не может оправдать человека перед Богом. Ոչ մի լավ մտածելակերպ մարդու չի կարող իրան արդարացնել Աստծո առաջ։ Никакое правильное мышление не может оправдать человека перед Богом. Ես իմ երեխեքին լավ դաստիարակել եմ։ Я хорошо воспитал своих детей. Ես իմ ընտանիքը լավ պահել եմ։ Я свою семью хорошо содержал. Բարի գործեր արել եմ։ Делал добрые дела. Լավ ես արել սիրելիս։ Хорошо делал, Շատ լավ ես возлюбленный. արել։ Очень хорошо Բայց делал. դրանով դու Աստծո առաջ չես արդարանա։ Но тем самым ты не оправдаешься перед Богом. Աստված Бог կարիք ունի имеет нужду մարդիկ տեսնի, видеть людей, ում ինքը կարդարացնի։ которых Он Դա оправдает. նրանք են, ովքեր հրաժարվել են իրենց սեփական արդարությունից։ Это те люди, которые своего собственного оправдания Ավելի հասարակ отказались. ասեմ քեզ։ Скажу проще. Եթե մի մարդ համարում է, որ ինքը լավն է, Если кто-то считает себя хорошим, էս ինչ лавն է, էս ինչ լավն է, какой хороший, какой ինքն хороший, իրան ասում է միշտ։ сам себе говорит так всегда. Նա երբեք չի Он կարող никогда արդարանալ Աստծո առաջ։ не сможет оправдаться перед Богом.
Ամեն։ Հռոմեացիս 3:24-ը գիտեք ինչ է ասում։ Римлянам 3:24, что говорит? Երեքի 10 ասում էր, որ չկա մեկն էլ արդար։ 3:10 написано, что нет ни одного праведного. Բայց 3-րդ գլխի 24 խոսքն ասում է. Но 3:24 говорится. Ձրի են արդարանում նրա շնորհքով, այն փրկության ձեռով, որը Հիսուս Քրիստոսումն է։ Получая оправдание даром по благодати Его, искуплением во Христе Иисусе. Ինչպես են ստանում արդարությունը։ Как получает оправдание? Նրա շնորհքով։ По благодати Его. Ոչ մի գործերով, Никакими делами, ոչ մի լավ ապրելակերպով, никаким правильным образом ոչ մի жизни, լավ մտածելակերպով никаким սիրելես, правильным այլ мышлением, Աստծո շնորհքով, но по благодати որը տրված Бога, է Հիսուս Քրիստոսի փրկությունով։ которое дано нам в спасении Иисуса Դրա համար Христа. ոչ մի մարդ Поэтому никакой առանց человек Հիսուս Քրիստոսի չի կարող արդար լինել։ без Иисуса Христа не может Ոչ оправдаться. մի մարդ Ни один человек չի կարող ինքը իրանով Աստծո առաջ կանգնել не может сам по себе стоять перед եւ Богом ասել Տեր Աստված, դու ոչ մի բան չես կարող ին վրա գտնել։ и говорить: Господи, ты ничего не можешь найти на меня, Եթե այդ մարդը Հիսուս Քրիստոսի հավատքով չլինի։ если этот человек не будет по вере в Иисуса Բայց եթե Христа. դու հավատացել ես Հիսուս Քրիստոսին, Но если ты поверил в Иисуса Христа, Հիսուս Քրիստոսի փրկությունով դու շնորհք ես ստացել արդարություն։ через спасение Иисуса Христа ты получил благодать ко спасению. Իհարկե ես գիտեմ, շատ Оправдание. մարդիկ մտածում են, դե ես մեղքեր եմ գործում, Да, есть люди, которые думают: я грешу, որովհետեւ մյուս ծայրահեղությունն է կա։ потому что есть и другая крайность. Երբ որ մարդիկ հավատում են Աստծուն, Когда люди верят Богу, բայց շարունակում են մտածել, որ իրանք մեկը մեղավոր են։ но продолжают думать, что они все равно грешны. Ուզում եմ քեզ ասեմ, Աստված լավ գիտի դու ինչ վիճակում ես եղել մինչև դարձի գալ Աստծուն։ Хочу сказать, Бог хорошо знал, в какой-то ситуации был до того, как обратиться к Нему. Նայեք առաջի Կորինթացիս 6-րդ գլխում ինչ է գրված։ 1 Коринфянам 6 глава, 10-րդ խոսքը։ 10 стих. Ոչ իգացողները, ոչ արուագետները, ոչ գողերը, ոչ ագահները, ոչ հարբեցողները, ոչ նախատողները եւ ոչ հափշտակողները Աստծո արքայությունը չեն ժառանգի։ Ни воры, ни лихаимцы, ни пьяницы, ни злоречивые, ни хищники Царство Божие не наследуют. Եվ մի քանիներդ այսպեսներ էիք, բայց լվացվեցաք, բայց սրբվեցաք, բայց արդարացաք Տեր Հիսուսի անունով եւ մեր Աստծո հոգով։ И такими были некоторые из вас, но омылись, но осветились, но оправдались именем Господа нашего Иисуса Христа, Духом Бога нашего. Սիրելիս Աստված լավ գիտի դու ով ես եղել մինչև Տիրոջը դառնալը։ Возлюбленный Бог хорошо знает, кем ты был до того, как обратиться к Բայց Нему. երբ որ մենք եկանք Տիրոջը, Но когда мы пришли к Богу, մենք չմնացինք դրա մեջ։ мы не остались в этом. Մենք սրբվեցինք, Мы осветились, մենք լվացվեցինք, мы омылись, մենք արդարացանք мы оправдались Հիսուս Քրիստոսի անունով։ именем Иисуса Христа. Գիտես ինչ է նշանակում Հիսուս Քրիստոսի անունով։ Что означает именем Иисуса Христа? Նրա պատճառով։ То есть из-за Него, Ոչ թե մեր պատճառով։ из-за нас, Ես մի օր որոշեցի հավատացյալ դառնամ։ я в один день решил стать верующим. Եվ հիմա ես արդարացած եմ։ И теперь я оправдан. Լավ ես արել որ հավատացյալ ես դառել, Хорошо ты сделал, что ты стал բայց դու верующим, ինքդ չես արդարացել։ но ты не сам по себе оправдался. Հիսուսն է քեզ արդարացրել։ Иисус тебя оправдал. Ես քեզ ասեմ, եթե դու դա վերցնես, Я скажу, если ты возьмешь որ это, նրա անվան պատճառով է քո արդարությունը, что из-за имени Его твое оправдание, դու քեզ ուրիշ ձևով կտեսնես։ ты себя по-другому будешь видеть. Որովհետև շատերը Հիսուսին հավատում են, Потому что многие верят в Иисуса, սկսում են Հիսուսին պաշտել, начинают почитать Иисуса. բայց իրանց ներսում նորից տեսնում են, որ իրանք մեղավոր մարդիկ են։ Но внутри себя все равно видят, что они Վայ, грешные ես люди. մեղավոր եմ։ Я грешен, Ես մեղքի մեջ եմ։ я в грехах. Երբ որ Քրիստոսով արդարանում ես, Когда ты оправдываешься во ուզում եմ Христе, քեզ ասեմ սիրելիս, хочу сказать тебе, դու возлюбленный, էլ առաջվա մարդը չես։ ты уже не тот человек, Դու что ուրիշ был մարդ раньше, ես։ ты другой. Երբ որ դու արդար ես, Когда ты праведен Աստծով, Богом, դու լրիվ ուրիշ մարդ ես։ ты уже другой Քեզ կարող են совершенно. ասել, Тебе могут «Լսի, говорить: մենք գիտենք դու ինչերով ես զբաղվել», слушай, мы знаем, чем ты занимался. բայց դու նրանց ասում ես, Но ты говоришь им: այդ ձեր իմացած մարդը մեռել է վաղուց։ этот человек, которого вы знали, он давно умер. Ձեր առաջ կանգնած է հիմա ուրիշ մարդ։ Теперь перед вами стоит другой Ես ձեզ человек. ասեմ, Я скажу вам, եթե ինչ որ մեկը չի կարող այդպես ասել, если кто-то не может так говорить, ցելիս այդպեսի մարդը մտածելու բան ունի։ у такого человека есть о чем подумать. Արդյոք ինքը մի օր Աստծո առաջ որ կանգնի կդատապարտվի թե ոչ։ Действительно ли, когда он станет пред Богом, он будет осужден или Բայց нет? եթե дու հավատացել ես Հիսուս Но если ты Քրիստոսին поверил в Иисуса Христа, եւ քո արդարությունը նա է, и твоя праведность это Он,
դու ուրիշ մարդ ես։ Ты другой человек. Դու ուրիշ մարդ ես։ Ты другой человек. Ինչքան էլ ասեն դու նույնն ես։ Если скажут, ты тот же, Ես լսել եմ, որ Я ես слышал. մարդիկ ասում են, այդ մարդը նույնն է есть մնացել։ люди, которые говорят, ну он остался таким же. Բայց իրականում այդ մարդը նույնը չի մնացել։ Но в действительности этот человек не Եվ остался իրանք таким же. ընդհանրապես նախատում են այդ մարդուն, Они просто его упрекают, իմանալով նրա անցյալը։ зная его прошлое. Ես քեզ ասեմ, քո թշնամին սատանան Скажу, твой враг, ամեն дьявол, անգամ կգա եւ կասի դու մեղավոր մեկն ես։ будет приходить каждый раз и говорить, ты грешный. Եվ դու էլ կմտածես, И ты будешь думать, մեկ մեղ գործում եմ, да, иногда я грешу. երևի մեղավոր եմ։ Наверное, я грешный. Բայց ուզում եմ քեզ ասեմ, Но хочу сказать եթե тебе, դու հավատացել ես Հիսուս если Քրիստոսի поверил в սերին, Иисуса Христа, Աստված քեզ նայում է որպես արդար։ Бог смотрит на тебя как на праведного. Ինչ որ մեկը կարող է ասել, ես արդար եմ Кто-то может сказать, что я праведен Հիսուս Քրիստոսի անունով։ именем Иисуса Христа. Ու դու կարաս դա համարցակ ասես И ты իրենց։ можешь это смело говорить. Գիտես ինչու։ Знаешь почему? Եթե դու հրաժարվել ես քո արդարությունից, Если ты отрекся своей դա праведности, ամենալավ բանն է քո կյանքում, որ դու հասկացել ես это самое лучшее, что ты понял и осознал. եւ ընդունել ես։ И принял. Բայց հաջորդ բանը, Но следующее, որ Տերն է քեզ то, արդարացնողը, что Бог тебя դու оправдывает. պետքա դա պինդ բռնես։ Ты должен это крепко взять, Եթե ուզում ես դու դրա մեջ ապրես։ если ты хочешь в этом жить. Անկամ եթե մարդիկ Даже если люди քեզ նախատեն тебя будут упрекать եւ ասեն, «Այդ ո՞նց է дու արդեն արդար ես»։ и скажут, ну ты уже что, праведен? Դու ասում ես, «Այո», Ты говоришь, да, որովհետեւ ձեր ասած մարդը չկա։ потому что нет уже этого Նրանք человека. կարող են ասել, Они могут сказать, «Իսկ դու ինչ ես արել, որ а что արդարացել ты ես»։ сделал, чтобы оправдаться? Դու էլ ասում ես, «Ոչինչ»։ А ты говоришь, ничего. Ոնց, ոչինչ չես արել ու Как ты արդարացել ничего ես։ не сделал и оправдался? Այո, Да, որովհետեւ Հիսուսը արդեն ամեն բան արել, потому что Иисус уже все сделал, որպեսզի ես արդար լինեմ։ чтобы я был праведным. Ես այսօր խոսում եմ ճշմարտությունը, Сегодня я говорю истину, եւ այս ճշմարտությունը սիրելն и է։ эта истина Վերաբերվում է նրանց, относится к тем, ովքեր հրաժարվում են իրենց արդարությունից, кто отрекается своей праведности, իրենց լավ լինելուց։ от того, что они такие Ես хорошие. ավելի լավ եմ մտածում, քան այս мյուսը։ Я лучше думаю, нежели Ես другой. ավելի լավ եմ դաստիարակում իմ երեխաներին, քան ուրիշները։ Я лучше воспитываю своих детей, нежели другие. Ես ավելի լավ մտածելակերպ ունեմ, քան մնացածը։ У меня правильное мышление, нежели у других. Ես իրանցից ավելի լավ հավատացյալ եմ։ Я более лучший верующий. Գիտեք, ովքեր իրանց արդարությունը բռնված են։ Те, кто Արդարությունը։ держится своей праведности, Նրանք երբեք հոգևոր կյանքի մեջ առաջ չեն գնում։ они никогда в духовной жизни не двигаются вперед. Անկամ չեն ուզում ջրով մկրտվեն։ Даже не хотят креститься в воде. Գիտես ինչու։ Почему? Որովհետև մտածում են, Потому что они думают, ես արդար չեմ։ что я неправеден. Աստծո հետ չեմ կարող ուխտ կապեմ։ Я не могу с Богом заключить Ջրի завет. մկրտությունը դա ուխտ է Տիրոջ հետ։ А водное крещение – это завет с Богом. Եվ այդպիսիները Աստծո արդարությունը ընդունած մարդիկ են։ И такие люди – это те, которые принимают праведность Бога. Մարդիկ կան, որ իրանք իրենց արդարությունով են, դեռ դրա համար չեն ուզում Տիրոջ մեջ խորանան։ А есть люди, которые они в своей праведности, поэтому не хотят углубляться в Հոգևոր Боге, կյանքի մեջ խորանան։ углубляться в Բայց духовную ուզում եմ жизнь. քեզ ասեմ, Но хочу сказать тебе, այսօր сегодня եկ վերցնենք ամուր давай крепко возьмем. Աստված ինձ արդարացրել է։ Бог меня оправдал, Եվ ես նրա արդարությունն եմ։ и я его праведность. Ուզում եմ կարդամ ձեզ 2 Կորինթացիս Хочу прочитать 2 Коринфянам, 5-րդ գլուխ, 5 глава, 21-րդ խոսք։ 21 стих. Որովհետև Աստված նրան, որ մեղք չգիտեր, մեզ համար մեղք արավ, որ մենք Աստծո արդարությունը լինենք նրանում։ Ибо не знавшего греха Он сделал для нас жертвою за грех, чтобы мы в нем сделались праведными перед Богом. Հիսուսը Иисус միակ մարդն է եղել երկրի վրա, был единственным человеком на земле, որի մեջ մեղք չի в եղել։ котором не было греха. Նա կատարյալ մարդ էր Он был совершенный եւ человек կատարյալ Աստված մարմնի մեջ։ и совершенный Бог во плоти. Եվ Աստված И Бог բոլոր մեր մեղքերը նրա вրա դրեց։ все наши грехи возложил на Него. Այն աստիճան, որ Աստծո խոսքն ասում է նրան մեղք արավ մեր փոխարեն։ Настолько, что Он сделался грехом за нас. Ավելի ճիշտ ասեմ, Скажу более правильно. նրան դատապարտություն դարձրեց մեր փոխարեն։ Он сделал Его виновным за нас. Նա մահը կրեց մեր Он փոխարեն, понес смерть за нас, որպեսզի ես ու դու սիրելիս արդարությունը լինենք Աստծո։ чтобы я и ты были праведностью Бога. Եվ դու ուզում եմ քեզ И ասել, хочу сказать, եթե Հիսուսն է քո Տերը, если Иисус твой եթե դու քո Господь, կյանքը տվել ես Հիսուսին, если ты свою жизнь отдал Иисусу, հավիտյան հիշի սիրելիս,
Вечно помни, Դու արդար մարդ ես ты праведный человек Աստծո աչքերի առաջ։ в глазах Божьих. Դու արդարացված ես։ Ты оправдан. Եվ дու չես դատապարտվելու։ И ты не будешь Եվ Աստված осужден. քեզ որպես արդար է տեսնում։ И Бог смотрит на тебя как на праведного. Ամեն։ Ու մենք այսօր, И мы երբ որ сегодня, ասում ենք ես արդար եմ, когда говорим «я праведен», այլևս մեր արդարություն, մեր սեփական արդարությունով չենք ասում ես արդար եմ։ мы уже не своей личной праведностью говорим, что я праведен. Այլ մենք Աստծո արդարությունն ենք, ինչպես Աստծո խոսքն է ասում։ Но мы праведность Бога, как говорит Слово Божье. Եվ երբ որ Աստված ասում է, որ մենք արդար ենք, И когда Бог говорит, что мы праведны, դա նշանակում է, это որ մենք означает, արդար ենք։ что мы праведны. Այո, մենք արդար ենք, Да, мы праведны, բայց но, իսկ եթե а если, լսի սրես թող այդ բայցերը, возлюбленный, оставь вот эти, թող այդ իսկ եթեները։ если Եթե ты это не այդ оставишь, բայցերի մեջ ընկնելու ես, ты в этих «но» и այդ «если» իսկ будешь, եթեների մեջ ընկնելու и ես, ты будешь пребывать в этих որոնք դու նկատի сомнениях, ունես մեղքերը, սխալները եւ այլ բաները։ которыми ты имеешь в виду и грехи, и все остальное. Եթե դու մտածեցիր, որ դու մեղավոր էություն ես, Если ты думаешь, что ты грешный, եւ կենտրոնացած ես դրա վրա, и ты սիրելիս, на этом сконцентрирован, ես քեզ վստահեցնում եմ, դու մեղքերի մեջ ես լինելու։ я тебя уверяю, ты будешь в грехах. Բայց եթե դու հավատացիր, որ դու Աստծո արդարությունն ես, Но если ты будешь верить, что ты есть праведность Бога, գիտեք դա ինչ է, դա դիրք է, это, знаешь, это որի վրա դու կանգնած ես։ позиция, на которой Եվ ты դու այդ стоишь. դիրքից երբեք չես ուզենա մեղքի դիրքին իջնել։ И ты никогда с этой позиции не захочешь спуститься на Ուզում եմ позицию քեզ греха. ասեմ, սիրելիս, Хочу сказать тебе, возлюбленный, Հիսուս Քրիստոսին, ով որ իր կյանքը տվել է, тот, кто отдал свою жизнь Иисусу ով որ իր Христу, սիրտը հանձնել է նրան, кто свое сердце отдал Ему, ում Տերը Հիսուս Քրիստոսն է, чей Господь Иисус Христос, այս աշխարհի մեջ նրանք արդարներ են։ они в этом мире, они праведны. Եվ նրանք պետք է կանգնեն այդ դիրքի վրա։ И они должны стоять на этой позиции. Եվ սատանայի նպատակն է, И цель որ дьявола, Աստծուն հավատացողները чтобы верующие в Бога, մեղավոր մարդու դիրքը շարունակեն ընդունել։ чтобы они принимали позицию грешного Եվ человека. սատանայի նպատակն է, И цель дьявола, որպեսզի կրոնավոր մարդիկ чтобы религиозные люди գան ասեն. пришли и говорили, Այո, Աստված քեզ արդարացրել да, է, Бог тебя оправдал, բայց չէ որ դու էս մեղքերը արել ես։ но ведь ты вот такие-то грехи Չէ совершал. որ էս мեղքերը հնարավոր է անես։ И возможно, что ты такие-то грехи еще Բայց ուզում եմ совершишь. քեզ ասեմ, Но хочу сказать тебе, Հիսուսին հավատալը դա կրոնավորություն չի։ верить в Иисуса это не религиозность. Հիսուսին հավատալը դա Աստծո արդարությունը ընդունելա։ Верить в Иисуса это означает принять Божью Որովհետև праведность. նա արդար լինելով Потому что он, будучи праведным, եկավ ամեն бан արեց, որպեսզի ես ու դու արդար пришел, լինենք։ сделал все, чтобы я и ты оправдались. Հիմա պատկերացրա սիրելիս, Теперь представь, возлюбленный, գիտես ինչ է նշանակում արդար դիրքի վրա կանգնելը։ что означает стоять на праведной позиции. Շատերը մտածում են, Многие думают, որ Աստծո արդարության հետ մեկտեղ что вместе с праведностью պետք է ինչ Бога որ բաներ անես, որ մնաս արդար։ нужно что-то еще сделать, чтобы быть праведным. Ես քեզ ուզում եմ կարդամ Գաղատացիս 2:16-ը։ Хочу прочитать Галатам Գիտես, ես 2:16. այնպեսի հարց եմ բարձրացնում, որ գիտեմ շատերի մտքերի մեջ կա։ Поднимаю такой вопрос, я знаю, у многих есть в уме это. Գիտեմ շատերի աստվածապաշտության մեջ կա սա, В богопочитании многих людей это есть, որոնք ասում են. которые говорят, Այո, Աստված մեզ արդարացրել, да, հա, Бог нас оправдал, բայց մենք էլ պետք է այս բաները անենք։ но мы должны делать то-то, то-то и то-то. Սերես թող այդ բայցերը։ Оставь вот эти Սկզբից «если». բռնվի արդարության դիրքից, Сначала держись позиции եւ դու праведности, կտեսնես, и ты увидишь, որ բայցերը քեզանից կհեռանան։ что вот эти все «если» они тебя Բայց եթե դու оставят. մի անգամից մտածեցիր, բայց երբ որ հանկարծ ես մեղ գործեմ, Но если ты будешь сразу думать, но если я буду грешить, վստահեցնում եմ քեզ, уверяю, այդպիսի միտքը արդեն քեզ պատրաստում է մեղ գործելու։ такая мысль, она тебя уже готовит к тому, чтобы Բայց согрешить. այն երբ որ դու որոշում ես, որ դու արդար ես, Но то, что ты решаешь, что ты праведен, այդ դիրքը քեզ պատրաստում է, որ дու հաղթես մեղքը։ эта позиция тебя готовит побеждать грех, Զզվես մեղքից, чтобы ты ненавидел грех, հեռանաս մեղքից чтобы ты ушел от եւ греха մնաս արդար։ и пребывал в Որովհետեւ праведности. արդար մարդը Потому что праведный человек երբեք չի համաձայնվի իջնի մեղավոր մարդի կարգավիճակի։ никогда не согласится спуститься на статус грешного. Այսօր ուզում եմ քանդված լինի ամեն կարծրատիպերը, Сегодня хочу, чтобы было разрушено всякого рода որոնք վերաբերվում են նրան, всякие твердыни, твердыни, которые относятся, որոնք վերաբերվում են, որ մարդուն ասեն մեկը դու մեղավոր ես։ которые направлены на то, чтобы человеку сказать, что ты все равно грешен. Ոչ Աստված ասել է դու արդար ես։
Бог сказал, что ты праведен. Եղբայր, իսկ եթե մեկը մեղք է գործում, Брат, а если кто-то согрешает, ոնց ասենք, որ ինքը արդար է, как сказать, что он праведен? քո գործը չի։ Это не твое дело. Դու եղի արդար։ Ты сам будь праведный. Երբ որ արդար լինես, Если будешь праведным, կտեսնես, որ արդարը զզվում է мեղքից։ ты увидишь, что праведный, он Երբ пренебрегает, որ он դու արդար ненавидит դիրքի грех. վրա ես, Если ты на праведной դու տեսնում ես, позиции, որ իրավունք չունես թույլ տաս մեղքը կպնի քեզ։ ты видишь, что не должен позволять, чтобы грех коснулся Իսկ тебя. մեղավոր մարդը ասում է. А грешный человек Ոայ говорит, հանկարծ մեղ չգործեմ։ лишь бы я не согрешал. Ոայ էլի մեղ գործեցի։ Ой, снова я Հիմա согрешил. ոնց խնդրեմ Աստծուն, որ ինձ ընդունի Как նորից։ теперь просить Бога, чтобы Он меня принял? Սրելիս Աստված քեզ արդեն ընդունել է։ Бог тебя уже принял. Կանգնի արդարության դիրքում։ Встань на позиции Ընկերես праведности. վերադարձի։ Вернись оттуда. Կանգնի արդարության դիրքում։ Встань на позиции Ո՞վ ես մեղքին праведности. չեմ կարողանում դիմանալ։ Я не могу противостоять Սիրելիս греху. դիմանալ պետք չի, հաղթել է պետք։ Возлюбленный, не нужно терпеть, нужно побеждать грех. Մի կերպ դիմանում եմ մտքերիս։ Я еле-еле как-то терплю Մի կերպ мысли, դիմանում եմ, որ հին մեղքերին չգնամ։ как-то еле-еле справляюсь, чтобы старые мысли не Սիրելիս դիմանալ приходили. պետք չի, կանգնիր արդարության դիրքի վրա։ Возлюбленный, не нужно как-то терпеть, нужно Դու стоять на չես позиции դու праведности. չես քեզ արդարացնող։ Не ты себя Եվ оправдываешь, գործերով ոչ ոք չի կարող и արդարանալ։ никто делами не может Բայց նո оправдаться. որ արդարության դիրքը Но тот, кто ընդունում է, принимает позицию նա праведности, հաղթում է մեղքին, он побеждает грех, որովհետև Հիսուսը հաղթել է։ потому что Иисус победил. Նայ Գաղատացիս երկրորդ գլուխ սերնես։ Галата 2 глава, 16-րդ խոսք։ 16 стих. Գիտենք, որ մարդ օրենքի գործերից չի արդարանում, բայց միայն Հիսուս Քրիստոսի հավատքից է։ Թարգմանիք, կարդաք։ Однако же, узнав, что человек оправдывается не делами закона, а только верою в Иисуса Христа. Տեսակ, որ ես ճիշտ եմ ասում։ Видите, что я правильно говорю? Մարդ գործերից չի արդարանում։ Человек не оправдывается Դե делами. ես ես բաները պետք անեմ, որ Ну вот արդար это լինեմ։ какие-то дела я должен сделать, чтобы Չես оправдаться. կարող սիրելիս։ Ты не сможешь. Կանգնիր արդարության դիրքում, Стань на позицию որը праведности, Աստված տվել է արդեն քեզ։ которую Бог тебе уже дал. Եվ մի իջնի մեղավորի դիրքի վրա։ И не спускайся на позицию грешника. Եվ շարունակում եմ, И продолжает. բայց միայն Հիսուս Քրիստոսի հավատքից է։ Եվ մենք Հիսուս Քրիստոսին հավատացինք, որ Քրիստոսի հավատքից արդարանանք, եւ ոչ թե օրենքի գործերից, որովհետեւ օրենքի գործերից ոչ մի մարմին չի արդարանա։ А мы уверовали во Христа Иисуса, чтобы оправдаться верою во Христа, а не делами закона, ибо делами закона не оправдается никакая плоть. Եղբայր, լավ ես ասում, մենք արդար ենք, Брат, хорошо говорит, что мы праведные, բայց օրենքը պետք է կատարենք։ но нужно соблюдать закон. Քո գործը չի։ Не твое дело. Մենք հավատքով արդարացած ենք։ Мы верою оправданы. Դու քո տեղը մտածի։ Ты думай за себя. Իսկ ես Հիսուսին Այա- եմ հավատացել։ Верю в Иисуса. Դրա համար ես արդար եմ։ Поэтому я праведен. Դրա համար էլ ես уզում եմ Աստծո օրենքը կատարեմ։ Поэтому я и хочу соблюдать закон Божий. Ոչ թե ուզում եմ օրենքը կատարեմ, որ արդարանամ, Я не хочу соблюдать закон, исполнять, чтобы быть праведным. ով է ինձ հասկանում։ Кто понимает? Այլ меня? ես արդար եմ, Но я դրա праведен, համար էլ ուզում եմ Աստծո օրենքը անեմ։ поэтому и хочу исполнять закон Божий. Ես մեղավոր մեկը չեմ, Я не грешный. որ ինձ ստիպեմ մի կերպ օրենքը անեմ։ Чтобы себя как-то еле-еле заставить Ես соблюдать արդար եմ։ закон, но Դրա я համար праведен. այն սխալ մտածելակերպները, որ Աստծոն հաճելի չի, ես մի կողմ եմ ուզում շփոթել։ Поэтому неправильное мышление, которое не угодно Богу, я отбрасываю. Այն սխալ խոսքերը, որ Աստծոն հավատացողին վայել չի, ես երբեք դրան չեմ հավակնի։ Неправильное слово, которое не угодно Богу, я никогда не буду этого Ինքս придерживаться. չեմ ասի եւ անգամ թույլ չեմ տա։ Я сам не буду так говорить и не Այն позволю. վերաբերմունքը մարդկանց, որ Աստծո առաջ զզվելի է, ես այդպեսի վերաբերմունք ցույց չեմ տա մարդկանց։ То поведение, отношение, которое не угодно и Богу не угодно, я не позволю это по отношению к другим людям. մարմնի ցանկությունը մեղքը կատարելը ինձ համար զզվելի կլինի, եթե ես արդար մարդ եմ։ Уж я не говорю о том, что желания плоти, они будут мне противны, если я праведный человек. 17-րդ խոսքն ասում է. 17 стих Իսկ говорит, եթե մենք, որ ուզում ենք Քրիստոսով արդարանալ, ինքներս էլ մեղավոր գտնվենք, ուրեմն Քրիստոսը մեղքի պաշտոնյա է, քավլիցի։ если же, ища оправдания во Христе, мы и сами оказались грешниками, то неужели Христос есть служитель греха? Никак. Գիտեք ինչի մասին է խոսում։ Знаете, о чем говорит? Պատկերացրու ես արդարության դիրքն եմ վերցրել։ Представь, что ты взял позицию Ես праведности. Աստծո արդարությունն եմ։ Я Божья праведность. Աստված ինձ արդարացրել Бог է։ меня оправдал. Ես ինձ ասում եմ դու քեզ ասա Я սիրելիս։ себе говорю, а ты себе говори, Այդ возлюбленный. ժամանակ В это время ինձ мне վայել չի մեղքի պաշտոնյա դառնամ։ не свойственно стать почитателем греха.
Որովհետև Հիսուսը Потому что Иисус, Աստծո խոսքն ասում է, Слово Божье говорит, միթե Հիսուսը մեղքի պաշտոնյա է։ разве Иисус, Он является служителем греха? Ոչ, նա Нет. արդարության պաշտոնյա է։ Он служитель праведности. Եվ դրա համար Поэтому ես չեմ փորձի մեղքի պաշտոնյա դառնամ։ я не буду пробовать становиться служителем греха. Ես կմնամ այդ դիրքի վրա։ Я буду в этой Եվ երբ որ позиции. այդ դիրքի վրա И когда եմ, ты в этой позиции, նրա արդարությունը սկսում է իմ մեջ գործել։ его праведность начинает работать во мне. Գիտեք, երբ որ մարդիկ հավատում են Հիսուս Քրիստոսին, Когда люди верят в Иисуса, Տերը նրանց արդարացնում է։ Бог их Բայց оправдывает. երբ որ մարդիկ շարունակում են մեղքի դիրքից նայել իրենց սեփական արդարությունով, Но когда люди с позиции греха смотрят на свою собственную ես ամեն ինչ праведность, ճիշտ եմ անում, я все правильно ես делаю. շատ հավատացյալներ гитեմ սխալ են Я знаю անում։ многих верующих, которые неправедно делают. Սերես դու նրանցից լավը չես։ Ты не лучше их. Չկա ոչ մի արդար մարդ։ Нет ни одного праведного. Ոչ ես եմ նրանցից լավը, ոչ է դու ես Ни նրանցից я и լավը։ ни ты, никто не лучше. Նա կենտրոնանում է ուրիշ դիրքի վրա։ Тогда он сконцентрирован на другой позиции. Դա մեղքի դիրք է։ Это позиция греха. Սեփական արդարությունը դա մեղքի դիրք է։ Собственная праведность – это позиция греха. Աստծո արդարությունը Божья ինձ праведность ուժ է տալիս дает мне силы մնամ այդ դիրքի մեջ пребывать в этой позиции եւ ապրեմ այդպես։ и жить так. Ինչպես հաղթեմ մեղքը։ Как победить грех? Հավատա որ դու արդար ես։ Верь, что ты праведен. Այդքան հեշտ։ Настолько просто. Ոնց որ մի մարդ եկել էր եղբորս ասել էր, Один человек пришел к моему брату и сказал, ինչ անեմ որ մեղ չգործեմ։ что мне делать, чтобы не грешить? Ասել էր ապաշխարի։ Он сказал, покайся. Դու էլ հոչ ասեցիր, ես մտածեցի մի լավ բան կասես։ Ну и сказал ты, я думал, ты что-то хорошее скажешь. Ապաշխարի։ Покайся. Թող քո եսը, Оставь свое я. թող քո հպարտությունը, Оставь свою гордыню. թող քո արդարությունը։ Оставь свою праведность. Հավատա որ դու Աստծո արդարություն ես։ Верь, что ты праведность Աստված Божья. է քեզ արդարացրել։ Бог тебя Նրանք оправдал. ովքեր իջնում են մեղքի դիրքի, Те, которые спускаются на позицию երբ որ греха, Աստված իրանց արդարացրել է, когда Бог их оправдал, գիտեք ում են նման, знаете, на кого они похожи? անտուն թափառականների։ На бездомных. Գիտես ես խոսել եմ անտուն թափառականների հետ։ Я говорил с бездомными. Երբ որ նրանց հետ խոսում Когда ես, с ними разговариваешь, այստեղ մարդիկ կան որ գնում են նրանց ծառայում են։ здесь есть люди, которые им служат. Գիտեք նրանք ոնց են մտածում։ Знаете, как они думают? Եթե նրանց ասես, այսպես մի ապրի, Если ты им скажешь, так не живи, շատերը զարմանում են։ многие удивляются. Բայց քո ինչ գործն է, ես այս ձև եմ ուզում ապրեմ։ А тебе какое дело? Я так сам хочу жить. Եվ նրանք անգամ քեզ կապացուցեն, որ իրանք քեզանից լավ են ապրում։ Они даже тебе докажут, что они лучше тебя живут. Եվրոպայում, Ամերիկայում դու կարող ես տեսնել, В Европе ты в Америке можешь увидеть. մարդ կա փողոցում նստած, հա, Есть люди, которые сидят на улице, անտուն թափառականի պես նստած, հա, как бездомный сидит. մաքուր շորերով։ В чистой одежде. Մի անգամ ես հարցրեցի, Однажды я спросил. ասեցի, բայց ո՞նց ասես մաքուր շորերով, նման չի անտուն թափառականի։ Я спросил, он такими чистыми одеждами не похож на бездомного. Ասեցին, այստեղ շատ մարդիկ կան, Говорит, здесь много людей որ есть, տուն ունեն, которые имеют дом, տեղ ունեն, ընտանիք ունեն, имеют семью, все имеют, բայց ուզում են անտուն թափառականի կյանքով ապրել։ но хотят жить жизнью бездомного. Մեկ-մեկ գնում են տուն, լողանում են, Иногда շորերը приходят փոխում են, домой, меняют одежду, անգամ կին երեխա ունեն, даже имеют жену, детей, բայց անտուն թափառականի կյանքով են որոշել но ապրել։ решили жить жизнью бездомного. Տուն ունի, Имеет дом, ընտանիք ունի, имеет семью, բայց ուզում է փողոցում ապրել։ но хочет жить на улице. Գիտես սիրելիս, Знаешь, возлюбленный, երբ որ Աստված քեզ արդարացրել է, когда Бог тебя оправдал, մի որոշի մեղքի դիրք ընդունել։ не решай принимать позицию греха. Մնա արդարության դիրքի մեջ։ Пребывай в позиции праведности. Քո հոր տանը ապրի։ Живи в доме твоего отца. Այս աշխարհի փողոցում մի ապրի։ Не живи на улицах этого мира. Դու տուն ունես, Ты имеешь дом, դու հայր ունես, ты имеешь դու отца, Աստված ты ունես, имеешь որը Бога, քեզ արդարացրել который է։ тебя оправдал. Դու մեղքի կյանքով, Ты жизнью греха, թափառականի կյանքով պետք է жизнью չապրես։ бездомного не должен жить. Նայիր քեզ ուրիշ ձևի։ Смотри на себя Այդ по-другому. չեմ ասում տես, Я уже не говорю о որ том, что Աստված смотри, ընտրել է քեզ, что Бог тебя որ քեզ избрал, օգտագործի։ чтобы тебя Ու использовать. տեսեք, Աստծո խոսքը ասում է И մեզ, Слово Божье говорит нам, որ ես ու դու что я и ты մեր հայացքը պետք է դարձնենք այն դիրքին, որի մեջ Աստված մեզ դրել է։ свой взгляд должны направить на ту позицию, на которую Бог Նայեք нас Ֆիլիպեցիս поставил. 3:9 ինչ է գրած։ Филиппийцам 3:9. Սա շատ կարևոր է սիրելիս։ Это очень важно, Երբ որ возлюбленный. դու ամբողջ քո կենտրոնացումը դնում ես այն դիրքի վրա, որի մեջ Աստված քեզ դրել է։
Когда ты свой взгляд направляешь на ту позицию, на которую Бог тебя Եվ поставил, կենտրոնացած ես սրա վրա, ես Աստծով արդարացված եմ։ и ты сконцентрирован на том, что я оправдан Богом. Մինչև որ կկարդամ։ Пока я Դա прочитаю. չի նշանակում, որ գնաս ամեն տեղ կանգնես, ասես, ես արդար եմ։ Это не означает, чтобы ты во всяком месте вставал и говорил, я праведный. Ասելով չի։ Это не словами. Դա ասելու բանը չի։ Это даже не нужно Թող говорить. մարդիկ տեսնեն, որ դու Пусть արդար люди ես։ увидят, что ты праведен. Դու իմացի, որ դու արդար ես։ Ты знаешь, что ты Ու թող праведен. մարդիկ տեսնեն, որ դու արդար И ես։ пусть люди увидят, что ты праведен. Ֆիլիպեցիս 3:9 ինչ ասում։ Филиппийцам 3:9 что говорится? Եվ նրանում գտնեմ եմ եւ ոչ թե իմ արդարությունն ունենամ, որը օրենքիցն է, այլ այն արդարությունը, որը Քրիստոսի հավատքիցն է, այդ արդարությունը Աստվածանից է հավատքով։ И найтись в нем не со своей праведностью, которая от закона, но с тою, которая через веру в Иисуса Христа, с праведностью от Бога по вере. Աստծով արդարացածը А оправданный Богом, ինքը մնում է Քրիստոսի արդարության он մեջ։ пребывает в праведности Ինքը Христа. ապրում է այդ արդարության մեջ։ Он живет в этой праведности. Ինքը սկսում է ամեն իր բնագավառները այդ դիրքից կառուցել։ Он начинает все сферы жизни строить с этой Նա երբեք позиции. մեղքի դիրքի չի իջնում։ Он никогда не опускается на Եվ позицию դրա համար греха. էլ արդարը իշխում է մեղքի վրա։ Поэтому праведник, он господствует над грехом. Դրա համար էլ Վլաստվույթ։ արդարը Поэтому праведный, պատվով է անցնում բոլոր դժվարությունները։ он с честью проходит все трудности. Դրա համար էլ արդարը Поэтому праведный, կարողանում է հակառակվել սատանային։ он может противиться дьяволу. Մինչև որ մարդ չհասկանա, որ Աստծո արդարությունն է, ինքը երբեք սատանային չի կարող հակառակվել։ Пока человек не осознает, что такое праведность Божия, он не может противостоять дьяволу. Ամեն։ Ամեն։ Իսկ եթե մեղ գործեմ, А если я согрешу? ես շատ եմ տեսել, որ ասում են, իսկ եթե հանկարծ մեղ գործեմ, Я слышал, что говорят многие, а если я согрешу? բայց ես էլ ուզում եմ ասեմ, իսկ եթե չգործես, А я хочу сказать, а если ты не согрешишь? ինչ ես մտածում, որ իսկ եթե գործեմ։ А почему ты думаешь, а если согрешу? Մտածի, բայց ես չեմ կարող գործեմ։ А думай о том, что я не могу грешить. Շատ վստահ ես խոսում։ Ты очень уверенно Վստահ եմ, говоришь. որովհետև Տերը ինձ արդարացրել է։ Я уверен, потому что Бог меня оправдал. Այ կբռնենք քեզ սխալվելուց։ А вот мы тебя поймаем в ошибках. Բռնողը դու ես, Աստված բռնող չի։ Ты можешь меня уловить, но не Бог. Աստված արդարացնող է։ Бог, Он Գիտես оправдывает. ինչ Աստծո խոսքում գրված։ Что написано в Слове Ասում է Божьем? ամբարիշտը հետևում է, որ արդարին բռնի։ Нечестивый следит за тем, чтобы поймать праведного, уловить Բայց праведного. Տերը Но նրան Господь կբարձրացնի։ его поднимет. Արդարը 7 անգամ ընկնի, Տերը նրան կբարձրացնի։ Праведник, если даже 7 раз упадет, Бог его поднимет. Դրա համար նրանք Восстановит. ովքեր մտածում են, Поэтому если те, кто որ думают, իսկ եթե հանկարծ մեղ а գործեն, если согрешу, նրանք միշտ էլ գործում են։ они всегда грешат. Միշտ էլ վախենում են գործել։ Всегда боятся грешать. Բայց նա որ արդար է, Но тот, кто праведен, զզվում է մեղքից, он ненавидит грех, հաղթում է մեղքը побеждает грех եւ դեմ է կանգնում սատանային։ и противостоит дьяволу. Ամեն։ 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 Դու արդեն արդար ես։ Ты уже праведен. Դրա համար քո մեծ ցանկություն կա Աստծո օրենքը կատարելու։ Поэтому в тебе есть большое желание исполнять закон Божий. Հալելույա։ Հալելույա։ Դե գիտեք, բոլոր մարդիկ էլ մեղավոր են։ Знаете, ну все люди грешны. Ոչ Հիսուսին հավատացողը արդար է։ Нет, верующий в Иисуса, он праведен. Մեղ գործում է Грешит, հնարավոր է, возможно, բայց ինքը արդար է։ но он праведен. Գիտես դա ինչ է նշանակում։ Знаете, что это означает? Եթե հանկարծ մեղ գործի, Что даже если он согрешил, դրա մեջ չի մնա։ он в этом не пребывает. Կփախնի դրանից։ Он убежит от этого. Լացելով կապաշխարի։ Он со слезами Եվ покается. Տերը նրան կմաքրի։ И Бог его Եվ очистит. նա կմնա նույն արդարը։ И он останется таким же праведным. Առանց ոչ մի փոփոխության։ Без изменений. Սիրելիս, եթե սխալվես, Если ты не прав, եթե դու ընդունում ես Աստծո արդարությունը, если ты принял праведность от հրաժարվել Бога ես քո մարդկային и արդարությունից, оставил свою праведность, հրաժարվում ես քո ջանքերից արդարանալու, оставляешь свои силы оправдаться, թույլ չտաս թշնամին քեզ խափի։ не позволяй, чтобы враг тебя Որ երբ որ обманул. հանկարծ սխալվել ես Что если ты вдруг ошибся, եւ ապաշխարում ես, и ты каешься, իբր թե դու արդեն այդքան էլ արդար չես։ как будто ты уже не настолько праведен. Աստծո արդարության մեջ В Божьей праведности աստիճաններ չկա, нету ступеней, մակարդակներ չկա։ нету этих, Աստծո արդարությունը բոլորի համար։ нету этапов Божьей праведности она для Նշանակություն всех. չունի ինքը ինչ սխալ արել։ И не имеет значения, какую ошибку он допустил. Եվ սրանից առաջ ինչ որ ասել եմ, այդ բոլորը սրան ավելացրա սրելիս։ И то, что я говорил до этого, все это прибавь Որ к этому. չհնչի այնպես, որ ես ասում եմ արդար ես,
մեղ գործես ոչինչ։ Чтобы это не звучало так, что если ты праведен, ничего Ոչ, страшного, греши. արդարը Нет, праведный, երբեք չի հանդուրժի մեղքին։ он никогда не будет соглашаться с Արդարը грехом. երբ որ սխալվեց էլ, Если праведник ինքը ошибся, կանգնում է իր դիրքի он վրա, встает на свою եւ позицию, երբ որ Աստված նրան ներում է, и когда մաքրում Бог է, его прощает и եւ очищает, արդարացնում է, и оправдывает, ինքը նույն արդարն է, он тот же праведник, ինչպիսին էր մինչև այդ սխալը каким գործել։ был до согрешения или Դրա или համար ошибок. Աստծո արքայության մեջ Поэтому в Божьем Царстве չկա այդպիսի բան, нет такого. որ сա ավելի Вот արդարական этот более մյուսը։ праведный, нежели этот. Ես լինում աշխարհիկ մարդիկ ասում Иногда են, бывает мирские говорят, խնդրում եմ դու աղոթելի մեզ համար, прошу ты помолись за դու нас, ավելի արդար ես։ ты более праведен. Եթե ինքը չի ապաշխարել, Если он не покаялся, ես իրանից ավելի արդար եմ։ я более праведен, нежели он. Բայց եթե ինքը հավատքի մարդ է, Но если он человек веры, ես չեմ կարող իրանից ավելի я не արդար могу լինել։ быть более оправдан, нежели Ես ու он. ինքը հավասար արդարներ ենք Աստծո առաջ։ Я и ты в глазах Божьих равные праведники. Ամեն։ Аминь. Դրա համար արդարը Поэтому праведный, երբեք ոչ ոքի չի քննադատում։ он никого не осуждает. Ոչ մեկի սխալի վրա չի կենտրոնանում։ Никогда не сконцентрирован на ошибках других, Այլ ուզում է շատերին օգնի, но хочет многим помочь, որովհետև ասում է, потому что говорит, սա մեկն է, он тот, որը հավատացել է Հիսուսին, кто поверил в Иисуса. ինքը իրավունք չունի ինքած մնա։ Он не имеет права быть в состоянии упавшего человека. Եվ արդարը երբեք իր շահը չի փնտրում։ И праведник, он никогда не ищет своей выгоды. Արդարը երբեք իրեն ավելի բարձր չի դնում։ Праведник, он себя не возвышает. Արդարը իրեն ավելի հոգևոր չի կարծում։ Он себя не считает более духовным. Արդարը Праведный, գիտի, он знает, որ եթե արդարը միայն Հիսուս Քրիստոսով արդար։ что если он праведен, то это только через Иисуса Христа. Ամեն։ Երբ որ դու արդար ես, Когда ты праведен, քո աղոթքներն էլափոխվում։ твои молитвы также меняются. Գիտես, ով որ մեղավոր է իրան զգում, Тот, кто себя чувствует грешным, անգամ գիտես ապաշխարել է, խոստովանել է, Տերը իրան ներել է։ даже он покаялся, Бог его простил. Սերից ուզում եմ քեզ ասեմ, Хочу тебе сказать, եթե возможно, մի անգամ իրոք իրապես զղջացել ես, խոստովանել ես Տիրոջ առաջ, Տերը ներել է ու վերջ։ если ты хотя бы один раз искренне покаялся перед Богом, Бог простил и все. Բայց ես տեսել եմ մարդիկ, Но я видел людей, ամեն անգամ հենց աղոթքը սկսվում է, как начинается молитва, Տեր ներ իր մեղքը։ Господь, прости мои грехи. Սերից ներել է արդեն։ Возлюбил, он уже простил. Ուրիշ бան, եթե գիտես, որ նորից մեղք ես գործել, Другое дело, если ты знаешь, что ты снова բայց согрешил. ներել է արդեն։ Но он уже простил. Տեր կարելի է գամ քո ներկայության մեջ։ Господь, можно я приду в Твое Թույլ տուր присутствие? մտնենք քո ներկայության մեջ։ Позволь войти в Твое Իսկ присутствие. արդարը ասում է, А праведный Տեր говорит, գալիս եմ քո ներկայության։ Господь, я прихожу в Твое Շնորհակալ присутствие. եմ քեզանից։ Я благодарен Тебе. Մեղավոր դիրքից մարդը աղոթում է, Человек с грешной позиции молится и говорит, այսօր էլ գոնե ապրեցի։ Господь, я благодарен, что хотя бы и сегодня я прожил. Արդարը ասում А է, праведный говорит, Հիսուս շնորհակալ եմ, Иисус, я որ благодарен, կյանք ունեմ ու էլ ավելին ունեմ։ что имею жизнь и имею с Դուք избытком. տեսնում եք տարբերությունը։ Вы видите Դες разницу? նա որ մեղավորի դիրքից է, Тот, кто с позиции грешного, նա ինքը իրեն անարժան ազգում он Աստծո себя առաջ։ чувствует недостойным перед Богом. Եթե մեղքի մեջ ապրում ես, лав ես անում, որ անարժան ես զգում։ Если ты живешь в грехах, хорошо делаешь, что ты себя Բայց чувствуешь եթե գիտես, որ Տերը недостойным. քեզ արդարացրել Но է, если ты знаешь, что Бог тебя оправдал, եւ դու ոչ մի սխալ, ոչ մի մեղ չես պահում, որ дրա մեջ մնաս, и ты никакой грех не держишься, чтобы в нем пребывать, այլ հեռանում ես, но ты убегаешь, հաղթում ես, побеждаешь, զորանում ես, усиливаешься, սրել ես դու արժանի ես, ты достоин որ գաս Տիրոջ ներկայության մեջ приходить в Божье присутствие եւ нրա գահի առջև։ и пред престолом Его. Արդար այսպես է աղոթում։ Праведник так молится. Տեր գալիս եմ քո շնորհքի աթոռի առաջ, Господь, я прихожу пред престолом քո благодати որդու արյունով, через кровь Иисуса համարցակությամբ։ с дерзновением. Աստծո խոսքն է ասում։ Слово Божие говорит, Համարցակությամբ с մոտենալ։ дерзновением приходите. Սուրբ Աստված է ինքը։ Нет, Он святой Бог. Այդ Սուրբ Աստվածը քեզ արդարացրել է։ Этот святой Бог, Он тебя Դրա оправдал. համար համարցակ կարող ես մտնել։ Поэтому можешь смело входить. Գիտես, ավելի շատ մարդիկ հակում ունեն ասելու, «Օ, ես արժանի չեմ Տեր»։ Люди больше имеют склонность говорить, я недостоин, Քան թե ասեն, ես Տիրոջով արդար եմ։ нежели говорить, я оправдан Богом. Ավելի շատ մարդիկ հավատում են, Больше люди верят,
որ դեռ պիտի բաներ անեն, որ արդարանան, в то, что им еще нужно что-то сделать, чтобы կամ оправдаться. որ Աստված գործի իրանց կյանքում, Или чтобы Бог действовал в их жизни. քան այն, որ Աստված պատրաստ է գործելու իրանց кյանքի մեջ։ Нежели в то, что Бог уже готов действовать в их Եվ жизни. ասենք, գիտեմ, Տերը գործելու է իմ կյանքի մեջ։ И говорит, я знаю, Бог будет действовать в моей Մեղավոր դիրքի жизни. մարդ ասում է, «Օ, ես չգիտեմ»։ Տերը Человек с կգործի, грешной թե позицией, он ոչ։ говорит, я не знаю. Տեր խնդրում եմ մի бан արա գործի իմ кյանքի մեջ։ Господи, что-нибудь сделай, действуй в моей Արդարը ասում է, жизни. ես А праведник говорит, я իմ знаю, Աստված հավատարիմ է։ мой Бог, Он верен. Ինքը զորավոր կերպով գործելու է իմ Он կյանքի будет մեջ։ могущественным образом действовать во Այդ չեմ мне. ասում մարդիկ կան, Я не говорю уже о том, ովքեր что որ есть люди, մեղքի դիրքից են, которые в позиции греха, մեղավորի, в позиции грешника, նրանք չեն էլ ուզում Աստծուն ծառայել։ они не хотят служить Богу, Չեն էլ մտածում իրանց կոչումի не մասին։ думают о своем Բայց նա ով призвании. որ արդար է, Но тот, кто праведен, ինքը կանգնում է իր կոչումի մեջ, он стоит в своем призвании, որովհետև потому что ինքը լավ գիտի Տերը իրան կանչել է։ он хорошо знает, что Бог его призвал. Դե ես սխալներ ունեմ։ Ну, я бы не правил. Արդարը ասում А է։ праведник говорит, Ես սխալներ ունեմ, да, у меня есть բայց ошибки, Տերը ինձ կանչել է։ но Бог меня призвал. Եվ ես նրա արդարն եմ։ И я его Եվ праведник. ես նրա արդարն եմ այս աշխարհի մեջ։ Я его праведник в этом мире. Որ որտեղ է որ լինեմ ներկայացնեմ։ Где бы նրան։ я ни был, чтобы я его представлял. Ամեն։ Аминь. Ամեն։ Գիտես մարդիկ ասում են, հա, ասեմ արդար եմ, բա որ հիմա դուրս գամ։ Люди говорят, а если я скажу, что я праведник, а потом выйду? Գիտես դա ինչի է նման։ Знаете, на что это Որ похоже? ինչ որ միտեղ ես ուզում գնաս, Если ты куда-то хочешь пойти, նախորդ մտածում ես։ заранее думаешь, Իսկ եթե հանկարծ մեքենայի տակ ընկնեմ, а если я попаду под машину? ավելի լավ է դուրս չգամ։ Лучше я не пойду. Գիտես արդարը, Праведник, ասում է մեքենայի տակ ընկնել։ он говорит, как я попаду под Ես արդար машину? եմ։ Я праведник. Ինչ մեղ գործել։ Какой грех? Ես գնալու եմ։ Я пойду. Եթե հանկարծ Если այս даже աշխարհի ցեխը ին վրա ցփնեն, кто-то грязь этого мира брызнет на меня, ես կգնամ կլվանամ իմ շորը։ я пойду и очищу свою, помою Գնամ свою կլողանամ։ одежду. Я пойду и омоюсь. Ասում է, բայց դուք սրբված եք, Он говорит, но вы Բայց դուք осветились, լվացված եք, вы омылись, դուք արդարացած եք вы оправдались Հիսուս Քրիստոսի հավատքով։ именем Иисуса. Ամեն։ Аминь. Ոչ թե վայ դուրս չգամ, Нет, я не выйду. արդար եմ, Я праведный. բայց եկեղեցուց ես դուրս եմ գալիս Но если արդար как չեմ։ выхожу из церкви, я грешу. Սիրես եղի արդար, եկեղեցում էր, Возможно, будь праведным и в церкви, տան մեջ էր, в доме, աշխատանքի վայրում։ И на работе. Ամենտեղ։ везде. Ու գիտես ինչա կատարվում։ И знаешь, что происходит? Ես նկատել եմ։ Я видел. Մի հատ գաղտնիք ասեմ, ոչ մեկի չասես։ Скажу секрет, никому не говори. Ասեմ, Сказать, երբ որ դու արդարության դիրքի վրա ես когда ты в позиции праведника ու սխալվում ես, и ошибаешься, եկե տեսնում ես Տերը բոլորի աչքից ծածկում է, ты видишь, как Бог закрывает это все перед глазами других. որովհետև գիտի դու ապաշխարող սիրտ ունես։ Потому что Он знает, что ты имеешь сердце, которое Եվ նա кается. թույլ չի տա որ քեզ И Он не позволит, чтобы тебя նախատեն։ из-за этого пренебрегали этим. Իհարկե դա չի արդարի համար դա չի նշանակում հանգիստանեմ Տերը կծածկի։ И для праведника это не означает, ну, буду спокойно грешить. Դու Бог, որտեղ էլ լինես Տերը քեզ Бог это все տեսնում է։ закроет. Где бы ты ни был, Бог это прикроет. Գաղտնիքա ոչ մեկի չասի։ Это секрет, никому не говорите. Բայց Աստված քո համար կանգնում է։ Но Бог, Он Երբ որ будет դու делать для тебя, արդար մարդ ես, когда ты праведный человек, Աստծո արդարությունը։ праведностью Бога. Ամեն։ Ուզում եմ առաջիկ ես վերջացնում եմ շուտով։ Я Առաջիկ скоро Կորինթացիս завершу. 15։ 1 Коринфянам 15 Առաջիկ глава. Կորինթացիս 15 1 Коринфянам 15 глава. 34 խոսքը։ 34 стих. Արթուն կացեք արդարությամբ եւ մեղք մի գործեք, որովհետեւ մի քանիսն Աստծո մասին տգետ են, այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։ Отрезвитесь в армянском в праведности, как должно, и не грешите, ибо к стыду вашему скажу, некоторые из вас не знают Бога. Երբ որ ես նայեցի ուրիշ թարգմանությունները, Когда я в других переводах смотрел, գիտես այս խոսքը ոնց է գրված, как это слово написано, ուշադիր եղիր արդարությանը будь внимателен к праведности, եւ մեղք չես գործի։ и тогда не согрешишь. Որովհետեւ շատերը երբ որ ուշադիր չեն արդարությանը, Потому что когда многие не внимательны к праведности, չեն ճանաչում Աստծուն, որը իրանց արդարացրել է։ они не знают Бога, который их оправдал. Փաստորեն То есть, Աստծո խոսքը ասում է, Слово Божие говорит, դաթարիր քո ուշադրությունը դարձնել քո մեղավոր վիճակի վրա։ перестань свой взгляд направлять на твою грешную позицию. Քո ուշադրությունը դարձրա քո արդարության վրա Внимание направь на твою праведность. եւ դրանով ապրի։ И тем живи. Արթուն եղիր արդարությամբ։
будь бодрым, трезвым в праведности. եւ մեղք չես գործի։ И тогда ты не согрешишь. Սա այսպես է գործում։ Это так работает. Սա այսպես է գործում։ Это так работает. Ինչի վրա ուշադրություն На դարձնենք։ что свой взгляд направить? Ժողովուրդ, մենք արդար ենք, Народ, мы праведные. բայց Но դու եթե այս անես, այս անես, այս ты если անես, сделаешь что-то, то-то, то-то, ցելես թող այդ։ оставь это. Գնա այդ возлюбленный. քեզ ասա։ Это говори себе. Բայց երբ որ դու արդար ես, Но когда ты праведен, ել չես ասում, բայց ты не говоришь уже, իսկ որ но, հանկարծ а вдруг, դու ես չգիտեմ ոնց կլինի, ну я не знаю, как будет. մարդ ես, կարող է մեղք գործես։ Ну человек можно, я человек могу Մնա согрешить. արդար, մնա արդար։ Нет, սիրելիս, будь праведным, մնա пребывай արդար, праведным. Մնա արդար, Пребывай в մնա праведности. արդար։ Пребывай Աստված է праведным. քեզ Бог արդարացրել։ тебя оправдал. Երբ որ դու արդար ես, Когда ты праведен, դու հետ չես նայ։ ты не смотришь назад. Ամեն, Аминь. ամեն։ Արթուն եղեք ասում է։ Будьте трезвы. Եթե մեկը ասում է, Если кто-то говорит, դե բոլոր մարդիկ է мեղավոր են, դու չես կարող ասել ну все այդպես։ люди грешны, ты не можешь так Դու էլ говорить. ասա, А ты скажи, ես կենտրոնացած եմ Աստծո արդարության վրա, я сконцентрирован на Божьей ոչ праведности, թե մեղավոր լինելու վրա։ а не на том, чтобы быть грешным. Եղբայր, բավոր մարդը այդ ձև կենտրոնանա ու հանգիստ մեղ գործի։ Брат, а если вот так вот человек, он будет сосредоточен, но при этом согрешит, Հնարավոր չի, это невозможно, որ իր համար հեշտ բան լինի մեղ գործել։ чтобы для него было легко согрешать. Ամեն, Аминь. ամեն։ Գիտես նա որ ասում է դե մեկ ամենք մեղավոր ենք, Кто-то говорит, ну мы все равно грешные. ինքը միշտ ուզում է ստիպի մարդիկ փոխվեն։ Он всегда хочет заставлять людей, чтобы они менялись. Բայց նա որ ասում է դու Աստծո արդարությունն Кто-то ես, говорит, ты имеешь Божью праведность, եւ Աստված ա մեզ и արդարացրել, Бог нас оправдал. նա ամեն ինչ անում է որ մարդիկ Տիրոջ ճանաչեն։ Он все делает, чтобы люди знали Бога. Կա տարբերություն։ Есть разница? Գիտես շատ ծնողներ ուզում են իրենց երեխաներին, Многие родители Փոխեն. хотят менять своих детей. Էլ չեմ ասում շատ ամուսիններ կանանց են ուզում փոխեն, շատ կանայք уզում են ամուսիններին փոխել։ Уже не говорю о том, что многие мужья жен хотят менять, а жены мужей хотят. Դու քո հոգևոր դիրքի մեջ կանգնի, տես բոլորն են կփոխվեն։ Но ты будь в своей духовном статусе, ты увидишь, что люди будут меняться. Մի քանի մարդկանց ես հիմա ազատ արձակեցի։ Некоторых людей я сейчас освободил. Հանգստացի, խաղաղի։ Մնա Աստծո արդարության մեջ։ Будь спокоен, пребывай в Божьей праведности. Մեղավորի պես քո տան մեջ մի պահի քեզ։ Не веди себя как грешник в твоем доме. Քո երեխայի հանդեպ, По քո отношению к твоему ամուսնու ребенку, կնոջ հանդեպ։ мужу, жене. Մնա քո դիրքի մեջ։ Пребывай в своем статусе. Կփոխվի ամեն բան։ И все поменяется. Ամեն։ Գիտես, երբ որ մարդը արդար է, И когда человек, он праведный, Աստված նրան կօգտագործի։ Бог его будет использовать. Եթե դու կանգնած ես այդ դիրքի Если ты վրա, стоишь в этой позиции, Աստված կօգտագործի։ Бог тебя будет использовать. Հռոմեացի 8-ն եկեք բացենք։ Давайте еще откроем Римлянам 8, 30-րդ խոսքը։ 30 стих. Հիմա նայեք սիրելիներս։ Теперь смотрите, Արդար возлюбленные. մարդը Праведный человек, նա միշտ մտածում է իր կոչումի մասին Աստծոց։ он всегда думает о своем призвании в Боге. Մեղավոր դիրքի մարդը Человек, который в позиции грешника, հավատում է Աստծուն он верит в Бога ու ուղղակի ապրում է։ и просто живет. Կփրկվի չի փրկվի, այդ իմ գործը չի։ Спасется или нет, это не мое дело. Որովհետև փրկությունը Տիրոջ անունը կանչելով է։ Потому что спасение через призвание Բայց տեսեք имени ինչ Господа. այստեղ գրված։ Но что здесь написано? 8:30 8:30. Եվ որոնց առաջուց սահմանեց, նրանց կանչեցել, եւ որոնց կանչեց, նրանց արդարացրեցել, եւ որոնց արդարացրեց, նրանց փառավորել արավ։ А кого он предопределил, тех и призвал. А кого призвал, тех и оправдал. А кого оправдал, тех и прославил. 31 խոսքը։ 31 стих. Ապա ինչ ասենք այս բաների համար, եթե Աստված մեր կողմն է, ով է մեզ հակառակ։ Что же сказать на это? Если Бог за нас, то кто против нас? Ում մասին է սա ասում։ О ком это? Կանչվածների, О призванных. ովքեր մտածում են իրենց կոչումի մասին։ Те, которые думают о своем призвании. Եթե դու Աստծուն ծառայող ես, Если ты служитель Божий, իմացի Աստված քո կողմն է։ знай, что Бог за тебя. Աստված ման չի գալի, ինչի մեջ քեզ բռնի։ Бог не ищет, в чем тебя уловить. Ասեմ, թե շատ հավատացյալներ այնպես են ապրում, կարծես Աստված իրանց հետևից ընկած է։ Многие верующие так живут, как будто Бог за ними Բայց следит. Աստծո խոսքն ասում է, Но Слово Божие говорит, որ այդ ամբարիշտն է, որ երբ որ փախնում է, անգամ հետևից ընկնող չկա։ это грешник, который убегает, при этом за ним никто не гонится. Աստծո խոսքում է В գրված, Слове Божьем это написано. բայց արդարը Но праведный, համարցակ առյուծի պես։ он смел, как лев. Աստված բան չի ման գալիս սիրելիս։ Бог не ищет
чего-то, Աստված քո կողմն է։ Бог за тебя. Եթե դու որոշել ես Տիրոջը Если решил ծառայես, служить Богу, ես քեզ համարձակ կասեմ, я скажу тебе Աստված смело, քո կողմն է։ Бог за Բայց тебя. եթե մեկը իր կոչումի մասին չի Но если մտածում, кто-то не думает о своем թե ինչպես призвании, Աստված իրան ուզում и օգտագործի, как Бог его хочет использовать, Սիրելիս, ես ո՞նց ասեմ, որ Աստված քո կողմն է։ как мне сказать, что Бог за тебя? Ես չգիտեմ։ Я не знаю. Կա ինքն է որոշում, քո կողմը լինի թե չլինի։ Это Он решает, быть за тебя Բայց или եթե դու нет. կանչված ես, Но если ты призван, արդարացված ես, если ты оправдан, ընտրված ես, если ты եւ նա որոշել է իր փառքը հայտնի քո и միջոցով, Он решил свою славу через тебя, ասում եմ, եթե Աստված քո кողմն է, и Он говорит, если Бог за нас, ով կարող է քեզ кто հակառակել։ может против тебя быть? Ամեն։ Аминь. Հաջորդը շարունակությունը, Продолжение. որ իր որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան, ել ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ։ Тот, который сына своего не пощадил, но предал его за всех нас, как с ним не дарует нам и всего? Գիտես ով է արդարը, Знаешь, что праведен? ով որ իր արդար դիրքից, То есть своей праведной որ позиции, Աստծո արդարությունն է, которая есть праведность Бога, հավատում է, верит, որ Աստված что Бог պատրաստ է իրան օրհնելու։ готов его благословить, Ամեն բան տալու։ дать ему Ասա որ все. իր որդին էլ չխնայեց։ Он говорит, даже если своего сына не Մեր пощадил, ամենի համար մատնեց նրան։ Он отдал за всех Եվ нас. ինչպես նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ։ Как Он и с ним не дарует нам всего? Հալելույա։ Հալելույա։ Գիտես այս խոսքը կարմիրով է գծած իմ մոտ։ Это слово, оно у меня красным выделено. Շատերը մեղավոր դիրքից մտածում են, Աստծուն այնքան պետք է աղաչեն, որ մի բան տա։ Многие с грешной позиции думают, сколько они должны просить Богу, чтобы Ո Он Տեր աղաչում եմ լսի։ им что-то дал. Господи, я молю, услышь. Աստված նայում է ասում է, Бог смотрит и говорит, այս երեխես մի քիչ լավ չի։ что-то не происходит с моим ребенком. Արդարացրել եմ, դրել եմ արդարության դիրքի Я его վրա։ оправдал и поставил в позицию праведности. Գնացել եմ մեղավորի դիրքը ընդունել։ Он принял позицию Ու грешника մտածում է, որ ես ժլատ եմ։ и думает, что я жадный. Քանիսս գիտենք, որ մեր Աստված օրհնյալ Աստված է։ Сколько из нас знает, что наш Бог, Он Մենք ասում ենք, благословенный. թող օրհնյալ լինի նրա անունը։ И мы говорим, да будет благословенное имя Его. Մենք չենք ասում շատ կներեք ժլատ լինի նրա անունը։ Мы не говорим, что Он Մենք ну, ասում ենք жадный. օրհնյալ լինի Мы նրա говорим, անունը։ благословенный Он. Ինքը օրհնյալ Աստված է։ Он благословенный Бог. Ասում ոնց կար ամեն բան չշնորհի։ Он говорит, как может ты совсем не Երբ даровать որ դու вам всего, արդար ես, когда ты праведен? Դու գիտես, որ քո հայրը ամեն բան պատրաստ է քեզ տա։ Ты знаешь, что твой отец готов тебе все дать. Դու կասես հայ քեզ ամեն ինչ տալիս է։ Ты скажешь, ну да, вот он тебе все Դու дает. լավ անում, որ ամեն ինչ չի տալիս, ինչ ուզում է, դա էլ տալիս է։ Но он хорошо делает, что всего не дает. Он то, что хочет, то и дает. Ինչը գիտի, որ ինձ պետք է ու օգուտ է տալիս То, է։ что он знает, что мне нужно, и это польза, он Բայց дает. ինչ էլ որ չի տալի, А то, что не дает, ես մեկը մեղավորի դիրք չեմ ընդունի։ я все равно не приму позицию Ասեմ, դե грешника. Աստված հիմա էլ ոչ մի бан էլ չես տալու, հա։ И буду говорить, Господи, ну все, ты мне ничего не дашь, да? Ով է հասկանում, ինչի մասին եմ Кто խոսում։ понимает, о чем я говорю? Սիրելիս եղիր արդար։ Будь праведным, Ոչ քո արդարությունով, не твоей այլ праведностью, Աստծո но արդարությունով։ Божьей праведностью. Ծառայի Տիրոջը։ Служи Богу Նայիր քո կոչումին։ и смотри на свое призвание. Եվ կտեսնես Աստված ամեն ինչ И ты կմատակարարի։ увидишь, что Бог все даст. Ես այստեղ շատ մարդ гիտեմ, որ Աստված իրան շատ է մատակարարի։ Я знаю многих людей, которые Бог многое давал, Որովհետև նրանք Աստծո արդարներն են։ потому что они Божьи праведники. Սխալներ ունեն, այո ունեն, Имеют они ошибки? Да, բայց имеют. Աստծո արդարներ են։ Но они Божьи праведники. Ամեն։ Շարունակում եմ, Продолжу. վերջի խոսքն է այստեղ 33-ում։ 33 стих. Ով է, որ Աստծո ընտրվածների դեմ մեղանդրանք անի, Աստված է, որ արդարացնում է։ Кто будет обвинять избранных Божьих, Бог оправдывает их. Իսկ եթե մեղ գործի, А если согрешит, քո գործը չի։ это не твое дело. Իսկ եթե մեղ գործեմ, А если я согрешу, նայի քո Աստծուն, смотри на своего Бога, որը քեզ արդար է տերում, который тебя видит праведным, եւ մեղավորի դիրքից դուրս արի։ и выйди из позиции грешника. Մեղ գործող մարդու դիրքից դուրս արի։ Выйди из позиции человека, который грешит. Շարունակիր լինել արդար։ Продолжай быть праведным. Ամեն։ Аминь. Հալելույա։ Հիմա եկավ ժամանակը, որ Աստծո հրճակած խոսքը այս տարվա մեջ Теперь пришло время, чтобы слово, которое провозглашено, հրճակենք այստեղ։ мы Богом дано провозгласили на это Որովհետև դեռ место. հոկտեմբերին դա հրճակվել է իմ սրտի մեջ։ Потому что в октябре это еще было провозглашено в мое сердце. Ուզում եմ քեզ ասեմ, Хочу сказать тебе, 2026 թվականը 2026 իմ ու քո համար для меня и тебя լինելու է будет արդար մարդու տարի։ будет годом праведного человека. Արդար մարդու տարի։ Годом праведного человека. Դա լինելու է քո տարի։ Это будет твоим годом. Խնդրում եմ ասա իմ տարին է։ Скажи, это мой год. Արդարի տարի է լինելու։ Год праведного.
բոլոր իր արտոնություններով։ со всеми его привилегиями. Գիտես այս տարի Этот год դու շատ ես լսելու, ты будешь много թե слышать, Աստծո խոսքը արդար մարդու մասին ինչ ասի։ что говорит Слово Божие о праведном человеке. Եվ երբ որ ես ու դու կանգնենք, Если я и ты будем стоять պինդ բռնենք արդարի դիրքը, и будем держаться крепко որը праведности, Աստծո արդարությունն է։ которая есть праведность Бога, Մենք շատ мы очень խոստումներ Աստծո խոսքի մեջ, обетование в Слове Божьем, որը վերաբերվում արդարների, которое относится к праведным, տեսնելու ենք մեր կյանքի мы մեջ։ это увидим в своей жизни.